Զգացիք, որ թևակողել ենք 4-րդ հանրապետություն, այսօր Փաշինյանը հայտարարել է, որ թևակողում ենք 4-րդ հանրապետություն, երրորդն էլ կոնֆլիկտներով է եղել, հիմա խաղաղությամբ ենք սկսում այդ հանրապետությունը։ Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ հանրապետություն նույնպես, դրա համար մենք պետք է չթողենք իրեն։ Այսինքն վտանգներ եք տեսնում այդ համարակալման մեջ։ Իհարկե, դուք չեք տեսնում, եթե մեր հողերը հանձնելով հռչակենք հանրապետություններ, դրանք կասնենք, ես մի անգամ ասել եմ Լոռվան, այնտեղ կանգնելու ենք։ Պարոն Կարապետյան, ասում եք Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեք, այդ պլանի հետ կապված ինչ քննարկումներ են տեղի ունենում, հանդիպումներ ունեցել եք այլ ուժերի հետ։ Այդ պլանների հետ կապված ուժերի հետ հանդիպում պետք չեն։ Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան իրեն հեռացնելու։ Ինքը իրեն Արդյունքներ երբ կտեսնենք, պարոն Կարապետյան։ Ինձ թվում է շուտով։ Պարոն Կարապետյան, այդ գաղտնի պլանով դուք կարծեք հեռացրել եք նաև Ալեն Սիմոնյանին, բայց մեկ այլ պլանով փաստորեն հետ է վերադարձել։ Հիմա ինչ պլան է գործել, որ ինքը գնացելու հետ է եկել եւ ռակերովկան ինչով եք պայմանավորում աղքարտուղարի պաշտոնում նոր թեկնածուի առաջադրման։ Հետ չի եկել, իրեն նշանակել են աղք։ Հիմա եթե այդ որակը իրեն դուր է գալիս, թող աշխատի։ Պարոն Կարապետյան, դուք եւ սփյուռքի մի շարք գործիչներ պարբերաբար նշել եք ուժեղ սփյուռքի կարևորության մասին եւ միասնական Հայաստան զարգացման մասին։ Վերջերս իշխանական պատգամավորը ասաց, որ ուժեղ Հայաստան ուժեղ սփյուռքը միֆ է եւ որ սփյուռքը ուժեղանում է Հայաստանից դատարկվելու հարցում։ Ինչու է այս մոտեցումը իշխանությունը ողջել, այն ուղ կտանի եւ արդյոք այս համատեքստում տեսնում եք սփյուռքի քաղաքացիների իրավունքի որոշակի սահմանափակումը։ Իհարկե, իրենք ամեն ինչ անում են դրսի թելադրանքով, որ մեր սփյուռքը իր աջակցությունը չունենա Հայաստանի զարգացման մեջ, իր մասնակցությունը չունենա Հայաստանի քաղաքական կյանքում, իրենց թվում է իրենք այդպես հնարավորություն կունենան վայելեն մի քիչ ավելի երկար, բայց սխալվում եմ։ Պարոն Կարապետյան, Աննա Հակոբյանը նաև ձեր քաղաքական ուժի ազգային ժողովում խմբակցության ղեկավարին էր հրավիրել հանդիպման, որպեսզի քննարկեն կանանց հանդեպ ընտանեկան բռնությունների հարցը։ Այս մասով դուք ինչ կարծիք ունեք, ինչու հրաժարվեցիք։ Կանանց մասով ինձ հարց մի տվեք, ում հրավիրել էր իրեն հարց։ Լավ, պարոն Կարապետյան, մեկ հարցը հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ տեսնում ենք, որ մեծ ու փոքր տարբեր քպայականներ շարունակ հայտարարում են, որ այս ընտրություններով մանդատ են ստացել նաև եկեղեցու հարցեր, այսպես ասած, լուծելու համար։ Հիմա տեսանք վեհապարին տարան հասցրին դատարան, օգոստոսի 28-ին արդեն այլ դատականիստ է նշանակված, նոր դատավորի հանգամանքով պայմանավորված։ Դուք ինչպես եք պատրաստվում դիմակայել, ձեր այդ գաղտնի պլանը կօգնի եկեղեցուն։ Դա մտնում է Փաշինյանի իրեն հեռացման գաղտնի պլանի մեջ։ Դրա համար թողեք այդ մարդիկ գնալով իրենց հարցերը լուծեն։ Ինչպես է գնահատում այդ process-ը եկեղեցու դեմ։ Դե դա ես ասել եմ, համաշխարհային ամոթ է, մեր ազգի ամոթն է։ Դա պրոստո խայտարակություն է։ Այս մարդիկ ինչ որ անում են ոչ միայն մեր եկեղեցու։ Պարոն Կարապետյանի հակադրությունը այդ գաղտնի պլանի, այսօր բացահայտ պլան կառավարությունը իր նիստի օրակարգում էր, որ 2026-ից 31 թվականներին ինչ պետք է անեն եւ այդ թվում նաեւ եկեղեցու իրենց ասած բարենորոգումներ, վեհապարին պետք է հեռացնեն, նոր կաթողիկոս նշանակեն, այսինքն իրենց ծրագիրը բացահայտ է, հիմա դրա դիմաց ինչ որ գործողություններ կա։ Իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգեն, իրենց պլաներով հազիվ դա հասցնեն։ Պարկասո են մնացածը չեն ասում։ Պարոն Կարապետյան, մի քանի հարց ունեմ ձեր հայտարարագրի հետ կապված։ Փետրվարից ասում եք, որ արդեն տվել եմ հայտարարություն։ Այո, արդեն տվել եք։ Փետրվարից ասում եք, որ տնային կալանքի պայմաններում անհնար է հայտարարագիրը ներկայացնելը, բայց փաստորեն կարողացել եք, ոնց հստացվել, որ կարողացել եք հայտարարագիրը Դա ներկայացնել։ Վարդևանյանին հարցրեք, ինքն էր դրանով զբաղվում։ Այնտեղ մի անշարժ գույք եք ընդհանրապես հայտարարագրել Հայաստանում 1989 թվականին ձեռք բերված ու մեկ Volvo 1992 թվականին ձեռք բերված։ Ինչ ունեմ դա։ Միայն այդ անշարժ գույք ունեք Հայաստանում ու մեքենան։ Պարոն Կարապետյան, իսկ ազգային ժողովի նիստերին հետևում եք, օրինակ Էդգար Ղազարյանը իսկապես խախտել էր այդ բարեվարկության կանոնները։ Էդգար Ղազարյանը տաղանդավոր հայ քաղաքական գործիչ է։ Դուք ամեն օր կտեսնեք դա, տեսնում եք եւ կտեսնեք դա։ Իսկ առհասարակ ինչպես է գնահատում ձեր թիմի աշխատանքը։
ինձ թվում է բոլորն են լավ գնահատում, ես նույնպես։ Պարոն Կարապետյան, Ներկայացումներ կար, որ Էդգար Ղազարյանի ներողություն եմ խնդրում, ձեր թիմը չպաշտպանեց ի սկզբանե, դա ինչպես եք մեկնաբանում։ Էդգար Ղազարյանին մեր թիմը առաջերտին Էդգար Ղազարյանը պաշտպանելու կարիք չուներ, բայց մեր թիմը շատ գրագետ ամեն ինչ արեց, որ կոնֆլիկտ չդառնա։ Պարոն Կարապետյան, երեկ Դավիթ Ղազինյանին Կապված ինչ կասեք, Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից, ինչ էր տեղի ունեցել ձեր գնահատմամբ, որ այդպես վարվեցին։ Մեր ֆրակցիան արդեն արձագանքել է դրան եւ շատ ճիշտ արել է։ Զղջացել էին իշխանություններն այսօր ասած։ Զղջացել էին Վահագն Ալեքսանյանն այսօր ասաց։ Դե զղջալու բանը, զղջալու։ Իրենք ամեն ինչի համար պետք է զղջան։ Պարոն Կարապետյան, նաև Քանի որ շատ ապօրինություններ են անում, բոլորը պետք է հերթով զղջան։ Իրենք գիտեն, որ մենք մի քիչ ներողամիտ մարդիկ ենք, կարող է մի քիչ ներողամիտ լինենք։ նույն համատեքստում էլի ձեր թիմակիցները պարբերաբար Դեռ կարողանում են քաղաքակիրթ աշխատել, ինչպես սկզբում պայմանավորվել էին։ Ինձ թվում է դեռ այո, կարողանում են։ նույն համատեքստում մի հարց էլի։ Սուր լինելու է, բայց կանոնների մեջ լինելու են։ Երբ որ Նարեկ Կարապետյանին դիմում են իշխանական падգամավորները, հաճախ ձեր եղբորն են հիշատակում եւ նաեւ ձեր իշխանությունը կապում են նախորդ իշխանությունների հետ։ Ինչու է այս մարտավարությունը ընտրել, ինչպես նաեւ ձեր թիմակիցները հաճախ դժգոհում են դիմում ելույթները ընդհատելու հարցում։ Այս իրավիճակում բարեվարկությունը ինչքան երկար կպահեք։ Հասկանում եք, իրենք մեր նկատմամբ տարիներ շարունակ, տարուց ավել արդեն այս բռնություններով, այս ռեպրեսիաներով ոչ մի բան ասելու, ոչ իրավունք ունեն, ոչ էլ ինչ-որ բան կարողացել են հայտնաբերեն իրենց համար։ Դրա համար գնում են իմ եղբոր դաշտ, բայց իրենք չեն հասկանում, որ իմ եղբայրը ամեն ինչ արել է, իր ամբողջ ունեցվածքը այն ժամանակ նվիրել է բարեգործության, իմ եղբայրը մի մարզում միայնակ ավելի շատ ձայն է հավաքել, քան իրենց ամբողջ կուսակցությունը Փաշինյանի գլխավորությամբ։ Պարոն Կարապետյան, Այսինքն իրենք ինչ խոսելու բան ունեն։ Բան չունեն, դրա համար ինչ-որ հանրապետական կուսակցություն ուզում են մեզ էլ տանեն այդ դաշտ, որ ինչ-որ թեմա մեր շուրջը կարողանան արծարծեն կամ ինչ-որ խոսույթներ